Հեռադիտակ ուսումնական բլոգ։ Նոր ուսումնական մեդիա միջավայր, հետաքրքիր, բազմազան ու բազմալեզու։ Այստեղ հանդիպում են բոլորը։ Հեռադիտակը սովորեցնում է տեսնել հեռուն։ Հեռադիտակը կոտրում է կարծրատիպերը, սովորեցնում է ազատ արտահայտվել։ Միացիր մեզ։ Սովորիր տեսնել հեռուն։ Ողջույն։ Մենք հեռադիտակ ուսումնական բլոգի խմբագրակազմն ենք։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ են մտածում ուսուցիչներն ու սովորողները մեր ուսումնական բլոգի մասին։ Լսել եք հեռադիտակ ուսումնական բլոգի մասին։ Այո, իհարկե լսել եմ, ոչ միայն լսել եմ, այլ նաև պարբերաբար հետևում եմ հեռադիտակ ուսումնական բլոգին։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրած նյութը։ Փոքր դժվար է արտասանել որևէ նյութ, որը կարելի է ասել ամենասիրած, բայց կար մեկը, որը շատ դուր եկավ, խոսքը վերաբերում է 11-րդ դասարանի սովորող Էմմա Կիրակոսյանի վերլուծական աշխատանքն էր, խոսքը վերաբերում իր պատկերացած իդեալական պետության մասին։ Լսել եք հեռադիտակ ուսումնական բլոգի մասին։ Բնական։ Իսկ կարդում եք։ Իհարկե։ Կասեք, թե ինչով է այն յուրահատուկ։ Շատ կարևորում եմ, որ այստեղ տեղ են գտնում ոչ միայն մեր ուսուցիչների հավանած արտասանության գրականությունից, այլ նաև սովորողների։ Այդ առումով հեռադիտակը յուրահատուկ է իմ կարծիքով։ Ընկեր Հասմիկ, հեռադիտակում ո՞րն է ձեր ամենասիրելի բաժինը։ Իսկ ինչու։ Որովհետև այդտեղ միշտ նորություններ կան, հետաքրքիր ընթերցելի նյութեր կան, որի համար ես ժամանակ չեմ գտնում, իսկ ընկերատակը խորհուրդ ես կարդում եմ։ Լավ, շնորհակալ։ Դա տեղեկությունը, որ ես ստանում եմ։ Շնորհակալություն։ Հետևում ես հեռադիտակ ուսումնական բլոգին։ Այո, հետևում եմ ու նաև ունեմ այնտեղ նյութեր տեղադրած, ինչ է իշխանությունը, իմ իդեալական պետությունը։ Իսկ ինչով է այն յուրահատուկ։ Նրանով, որ մենք աշակերտներս մեր մտքերը կարողանում ենք ազատ արտահայտել եւ այն տեղադրվում է բոլորը կարողանում են բոլորին հասանելի է։ Ընկեր Մարտա, հետևում եք հեռադիտակ ուսումնական բլոգին։ Այո, հետևում եմ։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի նյութը։ Հանդիպում։ Երեք իմ կարդացել քան պավորվել է շատ հետաքրքիր նյութեր։ Իսկ ինչով է բլոգը յուրահատուկ։ Յուրահատուկ։ Դե այդտեղ տարբեր ինչքան իմ ընթերցելուց եմ հասկացել, տարբեր մշակույթների, տարբեր գրողների պատմվածքներից են հատվածներ, որի նույնիսկ եթե այդ գիրքը գրողին չգիտես, այդտեղ կարող ես կարդալ, որ բավականին մեծ ինֆորմացիա պարունակում բլոգի մեջ։ Լավ, շնորհակալություն։ Հետևում եք հեռադիտակ ուսումնական բլոգին։ Այո, հետևում եմ, հիմնականում հետևում եմ աֆորիզմներ բաժինը, ինքս էլ այդտեղ վերլուծություն ունեմ, պատերազմի բախտողները